1.5 ամիս, եթե մեր պատկերացումով պարոն Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, այլ լինեն հերթական ընտրություններ, դա մինչև ընտրությունները կներկայացվի լայն կոալիցիայի դեպքում մենք ունենանք պարոն Կիրակոսյան ձեր հարցի ինձ պատասխաննել երևի թե նա է որ մենք դեռևս դուք տեղյակ չեք շարժում մենք որպես դաշինք ենք ձևակերպելու տարբեր ցուցակցությունների դաշինքա լինելու եւ այդ դաշինքը որպես կոալիցիա իր կոալիցիոն կառավարությունն է ունենալու հենց այնտեղ էլ կորոշվի թե ով որ մի մասը, ասենք, պետքա, որտեղ պետքա լինի ինչ-որ մինիստրները, հա, ասենք, մինիստրների բանը այդտեղ կլինի եւ ընդհանրապես սենց է, մենք պատկերացնում ենք, որ իրականում կան ուժեր, որը հաներիցել են, հիմա մենք դրա համար ենք մտցրել մեր ոնց որ կարևոր 3 կետ ունենք, այդ 3 կետերի շուրջ պետք է համախմբենք, բայց ունենք կարևոր բաղադրիչներ, որոնք որ պետք է եթե մարդիկ ընդունեն, բայց ինձ թվում է թե հները չեն ընդունի, այդ լյուստրացիայի հարցն ամենակարևոր դա ֆիլտրային է իրականում մենք կարողանանք պատկերացում ունենանք, թե եթե մորատորիա հայտարարում են կուսակցությունները իրանց գաղափարախոսության վրա աշխարհաքաղաքական հայացքների վրա, թե չէ, ասենք դա էլ է ֆիլտրները, որոնք ցույց են տալու, այս մարդիկ պատրաստ են օրենքի դաշտ մտնելու, այդ մարդիկ պատրաստ են ժողովրդավարության համար պայքարելու, թե իրանք իրանց անձնական շահերն են, ելի ուզում են, որ ամեն մեկը իր ուզած վարչապետին բրդի առաջ, որ ելի նույն բանը ինչ տեսել ենք վերջի 35 տարվա ընթացքում։